այս համագործակցությունը ինձ շատ կարևոր է թվում, որտեղ եթե մենք ցանկանում ենք հայկական եւ ֆրանսիական համայնքները շարունակել ապակենտրոնացված համագործակցություն շարունակել, պետք է որ Հայաստանը կարողանա ապրել իր սահմանների մեջ, խաղաղության մեջ։ Donc nous avons noté ce qu'était une région, province, Այստեղ ներկա ենք մի ժողովրդի, որը շարունակում է դիմադրել եւ անցյալ տարի հիշում եմ անցյալ տարվա պանթեոնիզացումը Միսակ Մանուշյանի մի դիմադրող, որը մասնակցել է Ֆրանսիայի պաշտպանությանը։ Ինչ վերաբերում է ապակենտրոնացված համագործակցությանը, այո, այն էական է նախ եւ առաջ Ֆրանսիայի սենատի համար, որովհետեւ Ֆրանսիայի սենատը տարածքային միավորների պալատն է եւ տարածքային միավորների եւ սենատի միջև կա համագործակցություն եւ փոխադարձ անկախություն։ Ֆրանսիայում ունենք նաև ասոցիացիաներ, որոնք կառավարվում են եւ կազմակերպված են հայկական ցակման ֆրանսիացիների կողմից, որոնք մեծապես ներգրավված են Ֆրանսիայի քաղաքական կյանքի մեջ ու նաև մեծապես ներգրավված են իրենց տարածքային միավորումներում, համայնքներում, քաղաքներում։ Եվ նրանք եւս իրենց կողմից դրդում են համայնքներին հետաքրքրվել հայկական համայնքներով։ Հիշեցնեմ, որ առաջին համայնքը, որ համագործակցությունն էր ստեղծել Հայաստանի հետ 1968 թվականներ, կարծում եմ սա հիշեցվեց արդեն, հիշեցրեց այդ համայնքների մասին 1968 թվականին ուրեմն նախ եւ առաջ փաստորեն համայնքներն են նախաձեռնել եւ քանի որ փոխգործողություն կա սենատի հետ մենք մեր դերը կատարեցինք, որպեսզի օգնենք մենք իրականում ուղղակիորեն չենք միջամտում, բայց մենք կարելի ասել ինտերֆեյսն ենք հանդիսանում եւ այդ համայնքները, այդ տարածքային միավորումները աշխատում են այն հայկական համայնքների հետ գյուղատնտեսական, մշակութային, տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով, կրթության, մասնագիտական ուսուցման կամ սոցիալական աջակցության կամ բժշկական աջակցության միջոցով մեր համայնքները նպաստում են Հայաստանի համայնքների հզորացմանը, սա իմ կարծիքով էական է, հիմնարար է, այսօր գտնվում ենք Սյունիքում, անցյալ տարի ես նաև Տավուշ այցելեցի եւ նույն մոտեցումը կա նաև Տավուշում, ահա ինչու եմ ասում, դա հիմնարար է, էական է եւ այդպիսին է ընկալվում սենատի կողմից։ Սենատը նաև այլ նախաձեռնություններ ստանձնեց 44-օրյա պատերազմի ընթացքում բոլոր ասոցիացիաները, մեր համայնքները, մեր հիմնադրամները մոբիլիզացվեցին, սենատորները նաև բարեկամական խմբի ներսում մենք գիտակցեցինք, որ գուցե պետք է այդ բոլոր գործողությունների միջև որոշակի կապակցվածություն ստեղծել։ Ահա ինչու հիմնեցինք Հայաստան զուգամիտում շարժումը, առաջինը սենատում տեղի ունեցավ, երկրորդը Լիոն քաղաքում, երրորդը կարծում եմ պարոն Վոքեն իմ գործընկերը ազգային ժողովից կասի, երրորդ Հայաստան զուգամիտում համաժողովը Ֆրանսիայի ազգային ժողովում տեղի կունենա, կարծում եմ, նպատակն է միավորել բոլոր դերակատարներին ֆրանսիացի, որպեսզի նույն վայրում փոխանակեն մտքերը եւ հասկանանք, թե ինչպես կարող ենք փոխգործողություններ գուցե մշակել կամ համակարգել ամեն դեպքում այս ամբողջը։ Ես բախտ ունեմ Ֆրանսիայի սենատում հայ-ֆրանսիական բարեկամական խումբը ղեկավարել եւ հաճախ ասում եմ թե սենատում թե դրսում Հայաստանը սենատում խաղաղության խաչմերուկն է մեր կուսակցական միավորումների համար։ Շնորհակալություն։